2025 թվականի հուլիսից Եվրոպական միության ֆինանսավորմամբ լուսափայր հասարակական կազմակերպությունն իրականացնում է հավասար պայմաններ աշխատավայրում, աշխատաշուկայում ենթադրամաշնորհային ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի, Agora Center Europe ՀԿ-ի համագործակցությամբ գործարկվող բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ Ծրագրի ընթացքում իրականացվել են մի շարք գործողություններ, հրապարակվել են 5 հոդվածներ, որոնք կարող եք գտնել լուսափայլ ՀԿ-ի Facebook-յան էջում, նաև Շիրակի մարզում և Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով, նրանց շրջանակում իրականացվել է հարցումներ։ Հարցումների նպատակն է եղել ոչ միայն պարզել հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, այլ նաև հենց իրենք թե ինչ առաջարկություններ ունեն այդ դժվարությունների հաղթահարման համար։ Նախ ծրագրի անունից ուզում եմ շնորհակալություն ձեզ հայտնեմ մասնակցության, այսօրվա քննարկման մասնակցության, ինչպես նաև այն գործընկերներին, ինչպես իրավասու մարմիններից, այնպես էլ հասարակական կազմակերպություններից, որ մասնակցել են ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին։ Ես մի փոքր ուզում եմ ներկայացնեմ ծրագիրը ինչի մասին է, քանի որ շատ հաճախ երբ կողքի չարագրգիռ կողմերը գործընկերները լսում են բյուջեներ քաղաքացիների համար ու նաև սոցիալական ոլորտում շահերի պաշտպանություն, որոշակիորեն ոչ ամբողջական ընկալում կա ծրագրի մասով։ Ես մի քիչ ավելի հեռու վերադառնամ մի քիչ 2018-19 թվականներ, որտեղից որ ծնվեց նաև այս ծրագրի գաղափարը։ Հավանաբար ձեզանից շատերը, ովքեր երբևէ առնչվել են բյուջեների քննարկումներ, բյուջեների մշակում, դրանց վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասով, կհիշեիք, որ մինչև 2018-19 թվականները երբևէ որևէ իրավական ակտով նախատեսված չէր քաղաքացիների մասնակցությունը բյուջետային քննարկումների ընթացքում։ Մեր կազմակերպությունը եւ գործընկերները շատ երկարատև աշխատանքների ու նաեւ շահերի պաշտպանության արդյունքում հաջողեցինք եւ հասանք այն բարեփոխմանը, որի արդյունքում ընդունվեց վարչապետի որոշումը եւ յուրաքանչյուր տարի ընդունվում է վարչապետի որոշումը, որով ազդարարվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մշակման աշխատանքներում քաղաքասարակության կազմակերպությունների հետ պարտադիր հանրային քննարկումների անցկացումը։ Արդյունքում այս ծրագրի շրջանակներում երկու հիմնական այսպես մոտեցում ենք հիմքում դրել, դա մեկը ուժեղացնել քաղաքասարակության կազմակերպությունների այդ ֆինանսական գրագիտության կարողությունները, այդ թվում բյուջե կարդալ, բարձեցված բյուջե գրել, վերլուծել, մոնիտորինգ իրականացնել, աշխատել իրավասու մարմինների հետ, եւ երկրորդը այդ վերլուծությունների մոնիտորինգների արդյունքում վերհանած խնդիրները կարողանան ունենան կարողություն, որպեսզի ադվոկացիայի եւ տարբեր գործիքների միջոցով հասցնեն իրավասու մարմիններին, դարձնեն օրակարգի մաս, նրանք ոնց որ լինեն կամրջող այդ օղակը հասարակության եւ պետական մարմինների, որպեսզի կարողանան ճիշտ տեղեկատվությունը հասցնեն տեղ։ Ծրագրի շրջանակում կազմվել են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ոլորտի շահերի պաշտպանության առաջարկություններ, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության վերացմանը, ինքնազբաղվածության բարձրացմանը, ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ու աշխատավայրում եւ աշխատաշուկայում հավասար պայմանների ստեղծմանը։ Տեսակավորել ենք եւ խմբավորել ենք առաջարկությունները Եվ ամենակարևորը, որ ամենասկզբից պետք է առանձնացնել, դա արժանապատիվ աշխատանքի տեսլականն է, որը եւ հիմնական սկզբունքները, որի վրա պետք է հիմնված լինի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեսլականը, դա խելամիտ հարմարեցման, համընդհանուր դիզայնի եւ խտրականության բացառման սկզբունքներն են։ Սրանք իրենցից ինչ են ներկայացնում եւ սրանք այն սկզբունքներն են, որոնք միջազգային փաստաթղթերում են ներառված, ինչպես նաև Հայաստանի արդեն բարեբախտաբար, այսպես ասած, նաև Հայաստանի Հանրապետության ներքին ներպետական օրենսդրությամբ կան։ Նշեմ, որ խելամիտ հարմարեցման բացի, որ աշխատանքային օրենսգրքում վերջին շրջանում արված փոփոխություններին, կա նաև 2022 թվականին ընդունված 1265 կառավարության որոշումը, որով սահմանվել է խելամիտ հարմարեցումների սահմանման, տրամադրման կարգը։ Այսինքն կա արդեն օրենսդրական հիմքերը եւ այն մեխանիզմները եւ այն գործի դնելու, այսպես ասած, մարմինների եւ պատրաստ
հաստակամությունը եւ կարողությունները պետք է անընդհատ նորացվեն, զարգացեն, որպիսի այս սկզբունքը կյանքի կոչվի։ Համընդհանուր դիզայնը եւս մատչելիության ուղղված ամենակարևորագույն սկզբունքն է։ Գիտենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման մեծ խոչընդոտ է ֆիզիկական միջավայրի անմատչելիությունը։ Գիտեք ինչն է նայած հավատի, որ նոր կառուցվող շինությունը, չեմ ասում այս վերջի 24 կամ 25 թվականներին, այսինքն 22-21 թվականներին եւս կառուցված նոր շենքերի հարմարությունները եւս հարմարեցված չեն մատչելիության տեսանկյունից։ Այսինքն եւս կա, որը արձանագրվել է պաշտպանության աշխատակազմի կողմից։ Այս տեսանկյունից անելիքները շատ են, դրա երկրորդ հանդիպը անմիջական պաշտպանիչից գործում է արտադրություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բուրը, որի անմիջական անդամներն են արտադրություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Ինչ գործողություններ են անհրաժեշտ։ Արդյունավետ քաղաքականություն, գիտենք, որ կոնվենցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին վավերացված է, ընդունված է օրենքը, բավականին ռեֆորմներ են իրականացվել այս ընթացքում ֆունկցիոնալության գնահատման, օրենքի տեսանկյունով, բայց դրանք պետք է իրական ազդեցություն ունենան եւ այս մասով էլ բացառեն կեղծ զբաղվածություն։ 2024 թվականի հունվարից կառավարությունը հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրում է անձնական օգնականի ծառայություն, որը ներկայում ստանում է շուրջ 200 անձ։ Անպայման պետք է լինի այդ ընտանիքից։ Օրենքի մեջ փոփոխություններ կատարվել ու ես ասեմ, որ իրականացրած բոլոր ծրագրերում անձնական օգնականների հենց ընտանիքի անդամներ։ Կա սահմանափակումներ, նախ 15 տարի լրացած պիտի լինի հաշմանդամություն ունեցող անձը եւ բացի դրանից պիտի ունենա ֆունկցիոնալության գնահատում պիտի անցած լինի, ունենա խորը ծանր իսկ մտավորություն հայ միջին աշխարհի սահմանափակումներ, որ կարողանա օգնել անձնական օգնականի ծառայությունից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ մշակված առաջարկությունները կքննարկվեն նախարարության կողմից առաջիկայում նախատեսվող հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման պետական քաղաքականության բարեփոխումների շրջանակներում։